Սաղմոս համար 31 ներված լինելու երջանկությունը, Դավթի իմաստությունը։ Երանի նրան ուն մեղքերին թողություն տրվեց և ում բոլոր հանցանքները ծածկվեցին։ Երանի այն մարդուն, որին Տերն այլևս մեղավոր չի համարում և որի բերանում նենգություն չկա։ Ես լռեցի և իմ բոլոր ոսկորները մաշվեցին ամեն օր գիշեր ցերեկ Աստծուն կանչելով։ Քո ձեռքը ծանրացավ իմ վրա, ես կրկին ընկա թշվառության մեջ, քանզի փշերն ինձ ծակեցին։ Մեղքերս քեզ ցույց կտամ և անօրենությունս չեմ թաքցնի քեզնից։ Ասացի, թե կխոստովանեմ մեղքերն իմ և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը։ Սրա համար բոլոր սրբերը հարմար ժամի աղոթքի կկանգնեն քո առջև և սաստիկ ջրհեղեղի ժամանակ նրանց ոչինչ չի պատահի։ Դու ես իմ հենարանն այն նեղության մեջ, որ շունչս պատեց։ Ով ցնծություն ինձ, փրկիր ինձ նրանցից, ովքեր պաշարեցին ինձ։ Քեզ կիմաստացնեմ և խելամիտ կդարձնեմ քո ընթացած ճանապարհին և աչքերս վրատ կպահեմ, ասում է Տերը։ Մի եղեք ձիերի և ջորիների պես, որոնք գիտակցություն չունեն։ Սանձով ու պախուրձով պետք է նրանց կզակը ճմլել, որ չմոտենան քեզ։ Շատ են մեղավորների տանջանքները, բայց ովքեր իրենց հույսը դնում են Տիրոջ վրա, Տիրոջ ողորմությունը կպարուրի նրանց։ Ուրախ եղեք և ցնծացեք Տիրոջով, ով արդարներ, պարծեցեք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։